հայրենիք, իմ մայր հարազատ, զավակները թզոր անվեր, հսկում են լեռները տալեր, որդիները տանվախ չաուշի, նժդեի անդրանիկի, քայլար առաջ, քայլեր շիտակ, քայլեր շիտակ, քայլեր շիտակ, զինվոր ես դու, եկել ես բանակ, հայկական, ոչ թե ասարակ։ Պատերազմի չենք փախչում, այլ եթե պատերազմ են ուզում, մենք սաղս է կարանք այդ պատերազմը տանք իրանց, մեր ուզած ձևով մեր հաղթանակը կարանք մենք վայելենք, դա դրանք իրանք այդ ամեն ինչի մասին իրանք էլ գիտեն։ Ինչ մնում է իրանց վախկոտության կամ բանի համար, իրանք այնքանով են վախկոտ, որ իրենց զինվորների իրենց դիվերսիոն խումբերը հիմնականում վարձուներ են նրանք, իսկ վարձուներն են, որ գալիս են դիվերսիոն հետախուզական խմբեր են կազմում գալիս են մեր մոտ, խուճապի մատնվելով ետ են փախչում։ Դե հենց տենում ենք համը հանում են, հրետանային դիպուկ հարված են ստանում, մի երկու ամիս ձեները չենք լսում։ Որ բարձրանում ես պոստ, գիտես հետևդ խոսքի գյուղացի կա, երեխա կա, գյուղերում ապրող երեխի կան։ Ասեմ գիտես որ այդ ժողովուրդը հետևդ կայնած է, քեզանից անկախ արդեն ոնց որ ավելի թուխովանում ես էլի ոնց ասեմ։ Այս զինվորը միշտ կարողանում է հստակ ու ճիշտ պատասխան տալ թուրք զինվորներին եւ նրանք անդադ խոճապի են մտնում եւ հետ փախնում։ Եղել են դեպքեր կրակոցներ, եթե արժանի պատասխան են ստացել, նրանք էլի մի քանի ժամանակ չեն կարողացել կրակեն կամ ասենց ասեմ ռիսկները չի երիքել որ կրակեն։ Հայ զինվորի մյուս տարբերությունը ադրբեջանցի զինվորից այդն է, որ հայ զինվորը իր տեխնիկային, իր զենքին կարողանում է ճիշտ տիրապետել։ Օրինակ բերեմ սեպտեմբեր 24-ին եղած դեպքը մեր հետ, թշնամի նորից հրետանային ռմբակոծություններ իրագործում մեր սահմանամերձ գյուղերի վրա եւ մենք ստանալով հրամանը ականտային ստորաբաժանում կիրառեցինք մեր ականանետները եւ ճշգրտ ոչնչացրեցինք նրանց TR 107 կայանը ընդամենը 2 ականով դրա դիմաց մի 100 հատ գյուղերի վրա գցել են իրանք էլի ծուրմուր չգիտեն էլի ասենք զենքով չմենակ էլի պետք է այդ զենքը կարողանան օգտագործեն